Երբ որ կինը լիովին իրան ընդունում է, ինքը համարվում է ամենագեղեցիկը։ Մարդը ծնվել է, որպեսզի անունը դառնա համաշխարհային բրենդ։ Դու իմ ցավը կկոծկես, կփորձես դա ուժեղացնել, թե իմ ուժեղ կոմը կվերցնես ու կսկսես դրա վրա հիմնվել։ Գայանեն պատրաստ է հանձնվի։ Մենք դեռ կանդրադառնանք այսօրվա մեր ունեցած հանդիպմանը։ Գայան հայ դիզայներ է եւ ստիլիստ։ Մարդ, ով ոճը վերածում է ինքնարտահայտման լեզվի, իսկ կերպարը պատմության։ Նրա աշխատանքներում միավորվում են մշակույթը, բնավորությունն ու ժամանակակից նորաձևության տեսլականը։ Բարև ձեզ։ Ես Ալյոնան եմ։ Մեր եթերում եւ ձեր եթերում podcast 37-ն է։ Այսօրվա մեր հյուրը արտակնապես շատ գեղեցիկ է, բայց մենք բացահայտելու ենք նրա ներաշխարհը։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիր մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Երբ նայում ես Գայային, մի հատ սենց ուզում ես ինչ-որ մի ձև բնութագրել նրան ու առաջի բանը, որ մտքիս գալիս է, դա տարբերվող լինելդ է։ Հասարակությունը չի սիրում շատ տարբերվող մարդկանց, սահմաններից դուրս մարդկանց։ Ինչպես դու չես վախեցել այսքան տարբեր լինել։ Նախ շնորհակալ եմ սիրուն խոսքերի համար, որովհետև տարբերվել ըստ իս նշանակում է ունենալ բնավորություն։ Իսկ ունենալ բնավորություն եւ ցույց տալ բնավորությունը ոչ բոլորն են ցանկանում եւ ոչ բոլորն են այդ ուժը գտնում իրենց մեջ։ Այսպես ասեմ, ես երբեք չեմ ցանկացել թվալ։ Ես միշտ արել եմ ինչ որ ես զգացել եմ։ Շատ ժամանակ եղել են էտապներ, երբ որ ես մտածել եմ, որ փորձեմ հագնվել այնպես, ինչպես ինձ ավելի հեշտ կընկալ այն, ինչպես շատերի մոտ քննարկման առիթ չի հանդիսանա, բայց ես եղել եմ ոչ երջանիկ։ Այսինքն իմ կերպարը իմ ներաշխարհի երջանկության մի մասնիկն է, ըստ որի ես փորձում եմ անընդհատ ինձ չդավաճանել եւ միշտ ընտրել ինձ ու այն ամեն ինչ որ ես սիրում եմ։ Ես հիմա կցանկանայի, որպեսզի Լիլիթը քո ընդհանուր աստղաբանական բնութագիրը մեզ տար։ Ով է Գայան, ինչ նշանակերպի տակ է ծնված ու դա ինչ առավելություններ է նրան տալիս։ Ուրեմն այսպես, քանի որ ես Գայային դեռ վաղուց եմ ուսումնասիրել իր ակտիվները, չնայած որ ժամանակ առ ժամանակ նկատում եմ նրա դեմքին երբեմն կասկածներ, մտածում եմ ասածի շուրջ, բայց հիմա արդեն բացահայտ եւ բոլորի ներկայությամբ կփորձեմ բացահայտել, այո։ Արևային էներգիան է խեցգետնում, իսկ ասցենդենտալ էներգիայով կշեռք է եւ դա արդեն խոսում է նրա ներքին ուժի եւ այն ամենի մասին, ինչով որ նրան տեսնում են մարդիկ։ Արևը գտնվում է 9-րդ տանը եւ հենց իր հայտնիությունը եւ ժամանակի ընթացքում տարբեր երկրներ, այսինքն ոչ թե միայն միջազգային կամ Հայաստանի Հանրապետությունում, այլ Գայան համաշխարհային դեմքի ակտիվներով է ծնված։ Ես նշեմ, որ հետագայում կօգտագործեմ այս ինֆորմացիան ես։ Եվ քանի որ Սպիտակ լուսինն էլ գտնվում է իր արևի կողքին եւ արևը 17 գրադուս կանգնած է 9-րդ տան մեջ, Գայան իր կյանքի ընթացքում արդեն սկսած 33-34 տարեկանից այն կողմ կլինի հայտնի, կարելի ասել շատ լայնածավալ երկրների միջև, որպես իր գործունեության մեջ ստացված եւ համաշխարհային դեմք։ Բայց քանի որ Գայայի 3 մոլորակները գտնվում են առյուծում, իր այդ մամայության բոլորի մասին հոգ տանելու ժամանակ առ ժամանակ իր էմոցիաների պատճառով մարդկանց վստահելու եւ դրա համար հետո պատասխան տալու ակտիվներն են աշխատում են այստեղից, այսինքն Գայայի մոլորակները տեղակայված են այն դիրքերում, որտեղ որ ինքը ծնվել է, որպեսզի լինի շատ հայտնի, չնայած նրան, որ խեցգետինը ընտանիքի եւ մայրության սիմվոլն է, լուսինն է մոլորակը, բայց այս պարագայում կշեռքը իրան շատ հաճախ օգնելու է այդ հարցում։ Որ ոճաբանի կամ դիզայների հետ ես խոսում, ակամայից գալիս են ամենահայտնի դիզայներները։ Մտաբերեցի Կոկո Շանելի ասածը, երբ նա ասում է գեղեցկությունը, դա այն է, երբ մարդը կարող է ինքը լինել հենց այն, ինչ որ կա։ Գայա, այսպիսի մի հարց եմ ուզում քեզ տալ։ Դու համամիտ ես այս մտքի հետ, երբ մարդը իրոք լիովին մերկ է կանգնած։
Նախ ուզում մեկնաբանեմ Լիլիթի ասածը, որովհետև ինչքան էլ մենք ճանաչում ենք մեզ, բայց ամեն անգամ մարդը սովորություն ունի լսելու իր մասին կողքից կարծիքներ, հատկապես մասնագետի մասին, ու ես անցած անգամ նստած հայելու առաջ մի բան հասկացա, ինչքան երկու տարբեր հակասական էներգիաներ կա իմ մեջ, հա, մեկը որ սիրում եմ շատ հոգ տանել, այսինքն տանը մի լրիվ այլ անձնավորություն եմ, իսկ դուրսը պայքարի ու անընդհատ նոր ձեռքբերումների մասին եմ ու պարբերաբար իմ ռակի էմոցիան միշտ ինձ գիտեք ոնց են որ համ ուզում ես հոգ տանես, համ մեկ էլ մտածում ես բա որ անես ու այս արդյունքը ստացվի, իսկ այն երկու տարբեր էմոցիոնալ ֆոների վրա եմ կանգ առնում։ Շնորհակալ եմ որ ինձ շատ վերևներում եք տեսել Լիլիթ, որովհետև դա իմ ներսի միշտ ջիղն է եղել ու ես չգիտակցորեն փոքրուց երազել եմ եւ տենչել եմ այդ նվաճումներին ասեմ կամ այդ ձեռքբերումներին Աստծո կողմից, որոնք Աստված առաջ ես ունենամ, իսկ Շանելի ասվածը մի քիչ ավելի խորը կարող եմ բացատրել ինչ եմ ես ընկալել լիովին քեզ ներքևից մինչև վերև, հա, ամենավատ եւ ամենալավ կողմերով, դա շատ կարեւոր բան է։ Երբ որ կինը լիովին իրան ընդունում է, ինքը համարվում է ամենագեղեցիկը, սկսած իր արտաքինի թերություններով, վերջացած բնավորությունների թերություններով։ Դե հիմա այսպեսի մի հարց եմ ուզում տալ։ Ես վստահ եմ, երբ դու սկսում ես աշխատել, ոճավորել քո հաճախորդին, ստեղծագործել քո մտքերը արտաբերել, հա, դու նայ, որ տեսնում ես, օրինակ ես եմ։ Դու ինձ տեսնում ես, սկսում ես ճանաչել, բայց դու նաև տեսնում ես, թե ինչ կա խորքային, չէ՞։ Եվ այստեղ ուզում եմ իմանամ, հենց սկզբից ինչն է սկսում մարդու հագցնել, այսպես ասած, ուժը, վախը, միգուցե նրա թերհավատությունը, ինչից է սկսում։ Ուզում եմ Այստեղ ես մի փոքր ձեզ միջամտեմ, ոչ գիտակցական մակարդակում ինքը սկսում է իր ներքին այն գործոնը օգտագործել, որովհետև նրան միշտ գրավում են էմոցիոնալ կայուն, նյութապես պաշտպանված մարդիկ, ինքն իրեն նյութական էներգիա է համարվում Գայայի կշեռքով էներգիան, այսինքն ինքը այստեղ պիտի զգա էմոցիոնալ կայունություն նոր քայլանի, որպեսզի այդ մարդկանց ինչ որ մի բան առաջարկի կամ իր պահվածքը ձևավորվում է այն վարքյանին, երբ որ ինքը հասկանում է դիմացինը ով է։ Եվ ինչքան նյութապես եւ էմոցիոնալ կայուն մարդիկ են լինում, այդքան Գայան պատրաստ է արդեն իր բոլոր ներուժերը գործադրել, որտեղ ինչքան մարդը թեթև է եւ չի գնահատում իր ռեսուրսները, չունի սահմանափակումներ ունի, Գայան կարա այդտեղ մի քիչ ավելի հպանցիկ անցնի, չխորանա շատ երևույթի մեջ, այնց ամբողջ ներուժով չտեղադրվի այդ մարդու պոտենցիալի մեջ։ Լսում ենք։ ամենակարևորը ես դա իծն է տված ինձ էներգիա է, որ ես զգում եմ մարդու կասկածամտությունը։ Երբ որ ես դա զգում եմ, ես չեմ փորձում խորանամ կամ ուղղակի կողքից նենց քայլ կանեմ, որ այդ կասկածամտությունը անցնի, որովհետև իմ մասնագիտության գիտելիքների եւ հմտության վրա արդեն երկար ժամանակ է, որպես այդպեսին բավականին հաստատ ունեմ ու կայուն եմ։ Ու եթե հաճախորդը գալիս է դեպի ինձ ու փորձում է որպես մասնագետ վստահել, երբ որ ինչ որ թեթև աշխատանքից հետո ես զգում եմ, որ պատրաստ չի ու կայուն չի էներգիան, ես չեմ աշխատում մինչև վերջ։ Թողում եմ, երբ որ ինքը իր էներգիայով եւ ինքը իր էմոցիոնալ ֆոնով գա հաստատուն մի քայլի, որ ինքը պատրաստ է ոճափոխության, որովհետեւ կինը ընդհանրապես եւ մարդեակը ինչ է, իր կյանքի տարբեր էտապներում անցնում է փուլեր, էմոցիոնալ ֆոներ, ապրումներ, որոնք միևնույնն է արտացոլվում են արտաքինում։ Չի կարա կնոջ կյանքում եւ տղամարդու ներսից փոխվեն բնավորության գծերը եւ ինքը կարողանա նորից կրել նույն հագուստը, նույն կերպ։ Դա միևնույն է փոփոխությանն ու հատկապես Լիլիթ ինձ շեշտը ասաց իմ հետ կապված 30-ից 33-ում եւ կնոջ եւ տղամարդու կյանքում այդ этаպը գալիս է։ Երբ որ բնավորության կետերը փոխվում են, պետք է նաև փոխել տարիքը գալիս է մենակ, եթե Ավելի։ մարդը չի Դե հա, այդ է կարա լինի։ գերազանցել իրեն տրված չափաբաժնի այն լավ կողմերը, որով պիտի հասներ արդեն այդ ակտիվներով 30։ Իսկ եթե իրանք արդեն սկսել են ինձ դիմել, մտածում եմ արդեն ինչ-որ մի կետի հասել է։ Դե հիմա քանի որ ամեն ինչ է գլոբալ փոխվում վերևում, մարդկանց ինտուիցիան էլ է տանում նրան, որ պետք է փոխեն թե սկսած ներսից եւ ամենակարևորը նաեւ արտաքին արտացոլումը, որովհետեւ մենք ինչքան էլ մարդու ներսը ուզենք ճանաչենք, սկզբից ամենաառաջի ուշադրությունը սևեռում ենք արտաքին գործոնին։ Նայեք, ես հիմա sense հասկացա, որ ինքը ունի բավականին զարգացած ինտուիցիա իր
նշանակերպը դա թույլ է իրեն տալիս։ Հիմա օրինակ եմ բերում։ Ես եմ, ցավոք սրտի բաժանում ունեմ իմ կյանքում եւ եկել եմ քեզ մոտ։ Առաջինը, երբ դու սկսում ես աշխատել ինձ հետ, դու իմ ցավը կկոծկես, կփորձես դա ուժեղացնել, թե իմ ուժեղ կողմը կվերցնես ու կսկսես դրա վրա հիմնվել։ Առաջինը կխորանամ այն կետին, որ եթե այդ ամեն ինչ կատարվել է կնոջ կյանքում, ուրեմն դա տանում է դեպի նրան, որ ինքը ինչ որ մի կետերում շատ բաներին չի կարևորել կամ իրան պետք էր այդ իրավիճակը տեղի ունենալ, որովհետև միգուցե դա իր աճին էր կամ իր բնավորության կետերն էր, միգուցե դա այն խնդիրն էր, որը պիտի հասկանա ինչի համար է դա իր հետ կատարվել ու դա չընդունել որպես ցավ, որովհետև միևնույն է էմոցիոնալ ֆոնը մարդուն շատ ժամանակ խեղդում է, իսկ խեղդելուց հետո ուշքի գալ ու հասկանալ ուր ես դու գնում մարդկանց կյանքում շատ դժվար է։ Ես միշտ մի հարց եմ տալիս, ավելի մասնագիտական ասեմ, այ կետում Ալյոնայի անունով դիմեմ, հա, այս բային։ Ալյոնան այ կետում ով է։ Ածականներով թվարկում է հայլու առաջ կանգնած աղջիկ ինչպիսին է, որովհետև կինը շատ ժամանակ անգամ վախում է հայլու առաջ իրեն երկար նայելուց, որովհետև շատ բաներ կարող է նկատել, շատ բաներ կարող է չցանկանալ անգամ տեսնելու։ Եվ երբ որ մենք գրում ենք, երկրորդ հարցն եմ տալիս, իսկ ո՞նց ես ուզում քեզ տեսնես մի տարի հետո կամ ուղակի իմ հետ աշխատանքից հետո։ Ինչ էներգիաներ ես ուզում որ քո վրա լինեն, ուզում ես լինես ավելի կանացի, ուզում ես լինել ավելի միգուցե հակառակ, ավելի փակ, այդ կետերի վրա եմ շեշտը դնում, որովհետև երբ որ դու ուզում ես լինես այդպեսին, ուրեմն դու ամեն օր աշխատանք ունես տանելու, բայց այստեղ մի կարևոր շտկում էլ կարող եմ անեմ, շատ ժամանակ մարդիկ լսում են այդ բանը, այդ էներգիան վերցնում են, ուզում են փոխվեն, հետո գնում են ու իրանք պատրաստ չեն լինում փոխվելու, որովհետև իրենց վախերը հիմնականում նաև շրջապատը միգուցե կարող են ասել ինչի համար դա քեզ պետք, լավ դե նենց էլ էր սիրուն ու բարբերաբար այդ հասարակությունից եւ կողքի մարդկանցից ներգրավվածություն իր կյանքում կարող են թույլ չտալ հասնել այն կետին, որը իրականում լիարժեք ներսից նա տենչում է։ Այս շատ լավ թեմա վախ։ Ես ուզում եմ Լիլիթ մի հատ ստուգենք, որն է իսկական Գայայի վախը ու հետո թողնա հաստատի եւ մեկնաբանի։ Քանի որ կարմայական հանգույցները Գայայի տեղակայված են 11-րդ եւ 5-րդ տան մեջ, այս դեպքում իր վախը անընդհատ կարող է լինել կորցնել իր սեփական էմոցիաները, ընտանիքի երեխաների սիրահարվածության այդ որտեղ ինքը սիրո մասին է ծնվել արդեն եւ նաեւ այստեղ վկայում է իր առողջության ակտիվները, քանի որ մարդը երբ որ ստրեսակայուն չէ այնքանով, ինչքանով որ խեցգետնի ամենաթույլ էներգետիկ ակտիվներից մեկը ներվային համակարգն է, նյարդային կետերը եւ հենց չի ունենում բավականաչափ էներգիա, այստեղ գեներացվում է վախի դրսևորումը, բայց քանի որ ունենք Մարս 12-րդ տան մեջ եւ կա առաքելություն այդ կարմայական հանգույցներին կապած, ինքը եկել է որպեսզի մարդկանց օգնի։ Ինչ որ մեկին վերափոխվել արտաքնապես, ինչ որ մեկի որտեղ ինքը նաև ունի այդ դիրքերով շատ մեծ պոտենցիալ, մարդիկ իրեն սիրում են լսել։ Եվ հանգույցները այնտեղ են, որտեղ որ իր վախերն են այդ ընտանիք չունենալու, որտեղ ինքը իր արտաքինով, իր մոլորակների այլ դիրքերով մեկ այլ բանի տեսանելի դաշտում է ապրում, բայց իր հույզերը, իր ներքին վախերը այն է, որ ես ուզում եմ ունենամ եւ ընտանիք, եւ լինեմ մայր, եւ լինեմ լավ կին, եւ լինեմ աշխարհում։ Իսկ քանի որ իր առաջ արգելքներ լինել չեն կարող, թե իր արևի դիրքով, թե իր Լուսնի եւ Վեներայի Մերկուրիի դիրքով, որտեղ բոլորը 10-րդ տան մեջ են գտնվում, այստեղ ով իրեն կփորձի մտցնել փակուղին, հետեղից կգնա։ Դրա համար քանի որ ներքին բախումները շատ են եւ միշտ իդեալական է տեսնում ինքը ամեն ինչ, այստեղ ձևավորվում են կորցնելու վախերը, հիմնականում հենց կորցնելու վախ, իշխանություն, սեփական սահմանները, ազատությունը։ Եվ քանի որ իր համար էլ մի քանի բան շատ կարևոր են, քանի որ նման մարդը միշտ մտածում է, որ եթե մարդը չի հասրել ինչ-որ մի տարիքում ձևավորվել եւ ունենալ նյութական անկախություն գոնե իր ընտանիքից, չի կարող լինել իմ կյանքում։ Պրիորիտետներն են տղամարդու ընտրելու։ Ես կարամ ասեմ, թե դա ինչից է նաև ձևավորվել, որովհետև ես 14 տարեկանից միշտ իմ կյանքում փորձել եմ աշխատել եւ ունենալ իմ անձնական տարածքի անձնական սահմանները
չլսել ինչ չերկան ու ինչեր ինչ չի կարելի իրականում պահելով այն կարևոր հատկանիշները իմ կյանքում, որը ես միշտ պահել եմ եւ դրսեւորել եմ։ Ինձ համար չեմ կարա բառը մի կարևոր բացատրություն կա, չեմ ուզում, որովհետեւ իմ առաջ չեմ կարա լիքը տարբեր պատճառներ կարան լինեն։ Չէի կարա ես այսօր այստեղ լինեի։ Չէի կարա ես լինեի այս մասնագիտությամբ, որովհետև իմ ծնողները լիարժեք դեմ էին, բայց ես գիտակցորեն մոտեցա այն առաքելությանը, որը էմոցիոնալ ֆոնով ես զգացել եմ։ Ես ուղղակի փորձել եմ մաքսիմալ անկախ դժվարությունների իմ առաջ կանգնած, միշտ ասում էմոցիոնալ եմ դառնում այս պահին, հասկանալը, որ եթե ես առաքելություն ունեմ ու անգամ մի փոքր բան անում եմ, դրանից ես պատասխան եմ ստանում, ուրեմն ես ծնված եմ դրա համար։ Իսկ եթե ես դա պիտի անեմ, ուրեմն պիտի անեմ կամ ամենալավը կամ չանեմ։ Այդտեղից է գալիս է տղամարդու ընտրելու կարևոր մի կետ, որ եթե ես ինքս այդպեսին եմ, ես ավելի թույլ կետի չեմ ցանկանում տեսնել։ Կան մարդիկ, ովքեր որ իրենց տեսակով հենց այդպիսին են դայակ, մամա, փրկարար, այդ գայայի ներքին ակտիվն է, որ ինքը այն տեսակն է, որ իր ընկերների կյանքում կարա բացակա ինչ-որ ժամանակաշրջան, բայց իմանա, որ դու քո առաջ ունես դրված ինչ-որ մի հատուկ օր, որտեղ միջոցառում է քեզ սպասում, 2 օր առաջ առանց քեզ հարցնելու, ասենք հայտնվի ու արդեն արած գործով ինքը այդ տեսակն է։ Եվ սա էլ է խոսում մամայության մասին։ Դրա համար իր համար նամանավանդ որ ինքը ունի այդ կետում կարմայական հանգույց, առավել եւս ոչ թե պարտադրող, որտեվ մարդը ազատ է իր ընտրության մեջ եւ ինքն է ընտրում ինչ անել, իսկ քանի որ մոլորակներ տեղակայված են այն դիրքում, որտեղ կարիերան իր շրջադարձային կյանքը անընդհատ երկրների միջանկյալ կետերում կարիերա անելը կարա տանի նրան, որ ընտանեկան կյանքը ինքը պասիվացնի, սկսի չմտածել դրա մասին եւ առաջնորդվի իր որ ստանդարտ մտածելակերպի եւ այդ կրեատիվ արարչի այդ էներգիայով։ Այս պարագայում կարևոր է որ երբևիցե չմոռանա, որ իր համար շատ կարևոր ռեսուրս է եւ աճի, եւ ինքնազարգացման, եւ այ մնացած կետերը ակտիվացնելու ավելի շատ եւ ավելի լավ աշխատացնելու համար մայրությունը կարևոր գործոն է իր համար, ինքը ունի այստեղ վտանգ։ Եվ դրա համար մենք միշտ խոսում ենք դրա մասին, որ խնդրում եմ մոլորակի որ կետը կհասնես, դու պիտի մայրանաս, որտեվ իր տեսակը դժվար է ընտրություն կատարելու, ինքը դառնալու է մի մարդ, ով որ անընդհատ աճի եւ շատ մարդ ուզի իր հետ իր կյանքը կառուցել ընտրության առաջ։ Դե հիմա մի հատ է այսպիսի բան։ Ես գիտեմ, որ դու ունես քո սեփական բրենդը եւ Այո։ այո այո Մեր ես չեմ գրել այսօր իմ բրենդը։ ինչևէ նայ բրենդը դու ես, բայց այդ բրենդը չի կարող լինել առանց քո թմի։ Արի ճիշտը խոսենք։ Եվ ես ինքս անձամբ գիտեմ, երբ դու աշխատում ես, օրինակ, դու այնպես կարաս ոգևորվես, որ առողջությունը տե մի կողմ դնես, ժամանակը տե ընկերներիդ ու ապրես, որովհետև դու այսենց փշաքաղվում ես, կարելի ասել, երբ պատկերացնում ես, թե ինչի համար ես դա անում, բայց պահել նույն ոգևորվածությունը թիմի մոտ բավականին բարդ աշխատանք է։ Ինչպես ես դու կարողանում դա համատեղել։ Սիրով։ Ինքը մի հատ մեծ խնդրեմ ունի, որ երբ որ անգամ իրան ասում ես այդ դիսցիպլինները թիմ եւ ընկերներ մի խառնի իրար եւ բոլորի հետ մի վերաբերվինած ոնց որ իմ հետ ու իր աշխատողի հետ նույն կերպ կարա խոսի։ Ինքը դրա մասին է, ինքը հետո հասկանում է, որ պետք է ունենա եզրագծեր բոլոր մարդկանց միջև, բայց այնքան է բաց թողնում, մինչև հասնում է այն կետին, որտեղ իր աճն է եւ նորմալ է, որ մարդը դրա մեջ անցնի, որպեսզի անընդհատ աճի, քանի որ եթե մենք փորձենք իրան փրկել ամեն ինչից եւ յուրաքանչյուր մարդու, հա, այսինքն պետք չի քեզ անել այդպեսի բան, իրավասություն չունի ասել իրան ոչ մեկ անգամ ես երբևիցե իրան չեմ ասում սա մի արա կամ սա քեզ պետք չի, ես ասում եմ իմ կարծիքը, որ այս ճանապարհը տանում է այս կետ, պատտվելու է գա էլի զրոական ինչ որ մի կետից նորից սկսես, իսկ ես մյուսը տանելու է առաջ ու գնաս առաջ։
Այն տեսանկյունից, որ ընտրությունը կատարելու է միշտ նա, բայց միևնույն է, թե մարդը պիտի անցնի այդ փորձառության մեջով, ինքը պիտի ընտրի մի ճանապարհ, որտեղով որ զարգանալով հասնի այն կետին, որտեղ պիտի լինի, որտեղ նաև դա իր առավելությունն է։ Երբևիցե չմեծամտանալ, դա շատ կարևոր է այսքան առյուծի մեջ մոլորակ ունեցող մարդու համար, որտեղ մենք արդեն այդ հոգատարության, մայրության, այդ ուժով օժտված ենք, էլ պետք չի։ Մենք հասկացիր, բայց Արդեն խոսում ենք դուքով։ մենք ինքնատունն է երեքից։ Բոլորս իրար այդ առյուծներով հավաքվել ենք։ Ես սիրում եմ թիմիս։ Ես սիրում եմ հոգ տանել։ Իմ համար կարևոր է, որ իրենք զգան, որ իրենց աշխատանքը սիրով են անում։ Շատ ժամանակ նաև մի կարևոր խոսք կա, որ ասում են դիմացին ընկալում ես այնպես, ինչպես դու ես ցանկանում ընկալել։ Ես դրանով օժտված եմ եղել։ Ու երկրորդ բանը, քանի որ այս ամենը ես սկսել եմ զրոյական չէ, մինուս զրոյական կետերում, ես ինքս իմ սխալների վրա սովորում եմ։ Ու ես շնորհակալ եմ Աստծուց, որ ես սկսել եմ ավելի վաղ տարիքից ու ավելի փոքր տարիքից ու դեռևս լինելով այս տարիքում շատ բան արդեն սովորել եմ։ Ես շնորհակալ եմ իմ փորձից, որովհետև անգամ եթե ես խորհուրդներ եմ լսում, Լիլիթը ճիշտ ասում, ես միևնույնն է փորձում եմ անել այնպես, ինչպես այդ պահին իմ ներքին զգացողություն տալիս է, որովհետև եթե ես ունեմ խնդիր չլուծված իմ մեջ ու հստակ չունեմ ինքս իմ համասահմանած ձևաչափ, ես չեմ կարող դա լուծել, դա անբնական կլինի։ Այսինքն ուրիշի փորձով ես փորձելու եմ իմ կյանքը կառուցել, միևնույնն է, ես մի օր կլուծեմ այդ հարցը ինքս։ Եթե ես այս աստիճանի վրա հստակ էմոցիոնալ ֆոնով չեմ զգացել դա, ես պիտի զգամ, որ հետագայում արդեն իմ քայլերի մեջ լինեմ ավելի հստակ եւ կտրուկ։ Բայց Gaia բրենդը ինքը հայ կնոջ ուժի մասին է, հայ կնոջ միասնական լինելու մասին է, հայ կնոջ այլ կետով ցույց տալու մասին է, որ հայ կինը օժտված մեծ ուժ ունի իր մեջ, օժտված մեծ պոտենցիալ ունի, ու եթե իմ թիմում բոլորը զգան իրենց այտենց, այդ էներգիայով, ուրեմն ես հաղթած եմ։ Բայց միշտ չի որ այդպես է լինում։ Միշտ չի որ կարող են քո թիմի անդամները իրենց հենց այդ պոտենցիալով զգան, որ դա լավ ու վատ չի։ Դա իրենց բնավորության գիծն Ուղղակի է։ այստեղ մի բան էլ փորձեմ ավելացնել այս ասածին, ինչի է ինքը այդպես մտածում։ Քանի որ մենք ունենք այստեղ շատ ուժեղ համադրություն, դա եւ դա լուսին, առյուծ, 10-րդ տուն կապնա, հա, դիրք այնպեսին է, որ այս մարդը ծնվել է արդեն հանրային ճանաչում ունենալու համար, ինքը ծնվել է այդ պոտենցիալով։ Ինքը ոնց ուզում է վերաբերվի իր մոլորակները իր համար, իր այդ նատալը, իրան ճկունությունով, առանցքականությունը կորցնելով, երբեմն կոմֆորտ զոնայից հանելով, զրկելով այն ամեն ինչից, ինչ իրան խանգարում է, որտեղ այդ բանը ինքը կարա մտածի, որ սա ինձ պետք է, բայց իրականում դա իր համար լինի դեգրադացման ինչ-որ ակտիվ, այս գործոնը 10-րդ տան իրեն հավաքելու է եւ բերի այն կետ, որ առաջ գնա։ Ինչքան ուզում են քեզ մարդիկ, որտեղ մեր հաջորդ երկրորդ կարմայական հանգույցը ընկերների տան մեջ է եւ սա այն կետն է, որտեղ իրան անընդհատ փորձելու են կանգնացնել։ Սխալ ընտրությունները, Սև լուսինը կողքին է։ Իրականում ինչ հետաքրքիր է, չէ՞։ Նայում ես Գայան փխրուն, գեղեցիկ աղջիկը, բայց ինչ հզոր կերպար է։ Ընդհանրապես ինքը փխրուն չի, դա ինքը ցույց է տալիս արտաքինի վրա ակցենտավորել այդ փոքր մարմնի մեծ աչքերը։ Մի քիթով ակցենտավորել։ Բայց այստեղ մարդը ծնվել է, որպեսզի անունը դառնա համաշխարհային բրենդ։ Եվ այս կետը ես իրան ամեն տեսնելուց ասում եմ եւ ասելու եմ դեռ տարիներ շարունակ։ Այսինքն չեմ ասելու, վայելելու եմ ընթացքը ներողություն Ցուցադրություններին գալիս նստեցնել։ Այո։ Այս մի հատ այսպիսի հարց առաջացավ, խոսեցինք եւ Լիլիթն էլ ինձ թվում է կկարողանա դա ավելի հստակել տեսնել։ Դու երբ ոճի վրա ես աշխատում մարդու կամ ստեղծում ես որևիցե զգեստ իր համար, կարծում ես իր ներաշխարը, իր տրամադրությունը միգուցե կամ անգամ ճակատագիրը կարող է փոխել ոճը։ Իմ հաճախորդների process-ը տեսնելով եւ արդյունքները հստակ կարող եմ ասել, որ այո։ Իմ հաճախորդները այն մարդիկ չեն, ովքեր Instagram-յան հայտնի անձնավորություններ են, ովքեր շատ ժամանակ պատմում են եւ դրա մասին խոսում են։ Իմ հաճախորդները կանայք են, ովքեր չեն սիրում խոսել, թե ինչ ունեն եւ ինչ են ապրել։ Եվ հաճախորդներից բազան շատ կայուն, ինչպես Լիլիթը նշեց, հստակ հնարավորություններ ցող մարդիկ են, ովքեր իրենց կյանքում արդեն ունեն ռեսուրսներ եւ ցանկանում են աճել։
ու աճի process-ում հանդիպում են շատ ժամանակ մարդկանց, ովքեր իրենց օգնում են առաջ գնալու եւ этаպը փոխելու կյանքի։ Եվ ես շատ ունեմ հաճախորդներ, ովքեր լիարժեք փոխել են իրենց կյանքի հունը եւ այսօր ես Փարք Տիրոջը շատ օրհնանքներ եմ ստանում։ Ես երևի մի շաբաթ առաջ հաճախորդներից մեկը մոտեցավ, ասեց ես ամեն եկեղեցի մտնելուց մոմ եմ դնում հատուկ քո համար։ Մյուսը եկավ, ասեց իմ կյանքի ամենադժվար этаպում միակ հավատս դու էիր ու ես սեղմել եմ քո ձեռքը, իմ մոտ ստացվեց։ Ես դրանց մասին չեմ կարողանում խոսել շատ բարձրացեն, որովհետև գնահատում եմ իրենց անձնական տարածքը եւ հասկանում եմ, որ եթե դու մարդուն վստահում ես, ուրեմն ինքը այտենց պիտի դու իր համար մնաս այն անկյունը, որ ինքը քեզ միշտ վստահում է, ու դա հանուն խայպի ու հանուն շատ հետևորդ հավաքելու չդարձնել on-line հարթակի պատմություն։ Այսինքն որոշակի այսպիսի մի հատ միտք առաջացավ, ոճը աշխարհին խոստովանություն է։ Որն է քո խոստովանությունը աշխարհին։ Որ ես առաքելություն ունեմ, որ ես պետք է ցույց տամ, որ ես չգիտեմ ինչքանով կկարողանամ դա անել, բայց ես շատ եմ ուզում գիրք գրել իմ անցած կյանքի պատմության մասին։ Ու հենց խոստովանություն, որ եթե դու հավատում ես, եթե դու իրոք ունես ներսից ուժ, հավատ, որ դու կարող ես, ուրեմն ամեն ինչ կստացվի։ Խոստովանություն Աստծուն, թե իմ վախերի, թե իմ անցած ճանապարհի մասին, որ ես փորձում եմ հանձնվել, որ Տերը ինձ տանի։ Իմ ամենադժվար խնդիրն է վստահել process-ին եւ գնալ առաջ։ Ու ես ամեն օր աշխատելով իմ վրա փորձում եմ վստահել process-ին, որովհետեւ ես իմ ցուցադրության ժամանակ երևի մենակ շատ քչերը գիտեն, թե ինչ ծանր этаպ եմ ունեցել, ու երբ որ ես այդ սապահարությունները լսեցի, ես հասկացա, որ ճիշտ ուղու վրա եմ։ Իսկ 2 օր առաջ ես դեռ կասկածում եմ, ես արդյոք այդ ցուցադրությունը կանեմ, թե չեմ անի։ Դա սարկած ու դա պատրաստված ծափահարություններ չէին։ Դա Աստծո կողմից տրված ինձ նվեր էր ու ինչ որ մի միջոց ինձ հասկացնելու, որ ես ճիշտ ուղու վրա եմ։ Եվ դա ինձ բավական էր հաջորդ օրվանից արթնանալ ու անգամ ջարդված մարմնով, որ ցավեր ունես անտանելի, որովհետև ուղակի դու չես քնել, հաց չես կերել ժամերով, գնալ նորից աշխատանքի։ Այստեղ էլի պիտի նշեմ, որ այն էներգիաները, որոնց մասին հենց հիմա գային խոսում եմ մի էներգետիկ ակտիվների մասին, որով բոլորը չեն ծնվել։ Այսինքն ամեն մարդ ծնվել է իր յուրահատկություններով, բայց ոնց որ արյան կարգն է լինում, չէ, կան դեֆիցիտ արյան կարգեր եւ հաճախ հանդիպող։ Այդպես շատ քիչ է պատահում, որ նման կետեր, որտեղ համաշխարհային մարդիկ շատ քիչ են մոլորակի, երկիր մոլորակի վրա, չնայած նրան, որ մարդը իր ներսում ունենալով այդ պոտենցիալի գոնե ինչ-որ մի բան, չափաբաժին կարող է ունենալ սահմանազատում ունեցած հնարավորությունից եւ ինչ-որ չափով մոտենալ այդ կետին։ Բայց Վեներան եւ Լուսինը 10-րդ տանը են էլ առյուծում, հենց դա է խոսում նրա մասին, որ մարդը միշտ մտածում է, որ կատարելագործվելու կարիք ունի, որ իր գործը թերի է կատարել, միգուցե ինքը պատրաստ չէր, միգուցե ինքը կարող էր ավելի լավ այդ N սինդրոմն, որ մարդը անընդհատ կատարելագործվելու հետևից է գնում, իսկ իր դեպքում, քանի որ նա քայլող էմոցիա է եւ այդ ամեն ինչի մեջ էլ արարում է, նա այստեղ ինչքան ներսից բախում ունի, ինքը հակասություն ունի կյանքի ընթացքի, ընտանիք, ընկերներ, առողջություն, հիվանդ ժամանակ կարող է ավելի լավ արարել, քան երբ որ ստատիկ առողջ դրսում է, որտեվ մեկուսանում է բոլորից։ Այսինքն իր համար շատ կարևոր գործոն է այստեղ կարևոր, որպեսզի այս պատկերը ինչով որ նա ծնվել է ճիշտ օգտագործի, ինքը պետք է միշտ իրեն կոմֆորտ զոնայից հանի։ Տարատեսակ պրակտիկաներ կլինեն դրանք, ինքը իր առաջ դրած առաջադրանքներ, որպեսզի այս էներգիաները աշխատեն միշտ իրենց դիրքերից չիջնեն ներքև եւ հենց այսպես աշխատեն, շատ կարեւոր է, որպեսզի ինքը իրեն միշտ կոմֆորտ զոնայից հանի, քանի որ իր նաեւ արևն է 17 գրադուս, այսինքն ինքը ծնվել է ամսի 8-ին, արևն է աշխատում 8 գրադուսով, իսկ լուսինը աշխատում է 28 գրադուսով, այստեղ նաեւ մենք ունենք առաջնորդի, որ ինքը պետք է նաև իր գիտելիքները փոխանցի։ Այսինքն մարդ, որը որ աճելով իր հետևից ինքը այդ առաջի կետն է, որ տանում է մարդկանց, պատրաստում է իր սերունդին փոխանցելու իր հաջորդիվ մարդկանց, որպեսզի
նորից գնան առաջ ինքը այդ առաքելությունը կատարելով լրիվ բլուսավոր կողմերով կգնա առաջ իր ճանապարհին։ Այսինքն միած sense բան եմ հասկացել։ Իր կրեատիվությունը ինքը վերցնում է, երբ որ մնում է միայնակ, հա, ճիշտ եմ հասկանում։ Ես ուզում եմ որպեսզի հասկանամ, որտեվ Չէ, միայնակ չի մնում, կոմֆորտ զոնայից հենց դուրս է գալիս, ասենք իրավիճակ է, երբ որ մարդը անհամերաշխություն ունի, ինչ որ էմոցիոնալ, որտեվ ինքը լուսնին ամենաուժեղն է զգում, անգամ այդ լիալուսնի օրերը, նորալուսնի օրերը ինքը առանց պատճառ կարող լինի շատ էմոցիոնալ, փակվի, առանց ինչ որ դրդապատճառի լինի տխուր կամ ագրեսիվ կամ էմոցիոնալ, ագրեսիվը մի քիչ չափազանցրեցի, որովհետև ինքնրա մոտ զայրույթը ագրեսիա չի ձևավորվում դառնում, ավելի շատ էմոցիոնալ բռնկում, այսինքն շատ համբերատար մարդ է իր էմոցիաների տակ կարող է մի անգամից պայթել ու գնալ ու շատ դժվար է այդտեղից վերադարձնել իրան այլ։ այդ օրերին զգուշացրեք, այդ տարածքում Ես արդեն սովորել եմ զգուշացնել։ Շատ կարևոր բան է։ Նաև ունենք այստեղ հակասություն, քանի որ իր Սև Լուսինը փողի տան մեջ է եւ իր ընկերների մարդկանց ում հետ ինքը նույն ձև է մտածում, այն կետից որտեղ այդ պայթյունը լինում է եւ գնում է, այստեղ խորհուրդ է տրվում այլևս այդտեղ չվերադառնալ։ Այդ են մոլորված ծառը կդառնա անտառի մեջ, եթե դու պատտվել նորից տեսել ես այն մարդուն, որ մի անգամ բոլոր պայմաններն ուներ քո կյանքից գնալու, այս դեպքում պիտի պատրաստ լինես նորից ինչ որ նմանատիպ իրադարձություն բերել քո կյանք, քանի որ քո կյանքից ուղղակիորեն մարդկանց չի տանում։ Ով արդեն քեզ չի ծառայում, ինչ որ նախապայմանով դուրս է հանում։ Ցանկալի է, որպեսզի նման կետերի մեջ այլևս չվերադառնաս։ Եվ կապ չունի դա ում է վերաբերվում։ Ես հասկացա։ Մի խոսքով բոլոր նախապայմանները կան, որ ես իմ բոլոր էմոցիաները դնեմ մի կողմ։ Գիտակցությունը դերես առաջին Գիտակցությունը բերեմ առաջին պլան, ինչը ես կարևորում եմ, բայց շատ ժամանակ իմ էմոցիաները խեղդում են։ Դրա համար ես փորձում եմ մաքսիմալ շատ պրակտիկաներ անեմ հիմա, որը ինձ օգնում է գիտակցորեն ավելի կայուն լինել, որովհետև էմոցիոնալ ֆոնով շատ ժամանակ ես աննորմալ ստրեսային վիճակներում եմ հայտնվել ու այն этаպից լրիվ ճիշտ ասած, երբ որ ես սկսեցի պրակտիկաներ անել ու շնչառական վարժություններ, ես կարողացա բալանսավորել իմ էմոցիոնալ ֆոնը, որը ինձ օգնեց մասնագիտության մեջ ավելի մեծ հաջողություններ ունենալ։ Քեզ նաև շատ կարևոր է, որ տեղ որ դու չունես էներգո ապմեն, հայերեն էներգիայի փոխանակում, այստեղ չունենաս անվճար քո էներգիան դիտարկելու ինչ որ ակտիվներ, այսինքն պիտի միշտ պահես քո աշխատանքին է վերաբերվում խոսքս, դու երբ որ սկսում ես տարածվել քո ֆինանսական ռեսուրսներով եւ իսկ դու դրա մեծագույն վարպետն ես, օգնես բոլորին եւ փրկես, այստեղ դու սկսում ես կորցնել քո ռեսուրսները։ Դրա համար դրանք կլինեն քո ընկերները, կլինեն հարազատներ, ընտանիքի մարդիկ, ում հետ որ դու փոխանակվում ես, ինչ որ բան են տալիս քեզ։ Այստեղ շահամոլությունը չի, որպեսզի չդիտարկվի դա շահամոլություն, որ դու ինձ գտած, ես քեզ գտամ, չնայած որ դա մաթեմատիկական եւ առհասարակ ֆիզիկական օրենքների մեջ ամենաճիշտն է, որպեսզի պահես հա էներգիայի բալանսը, միշտ փոխանակվի էներգիաներով, բայց եթե դրանք կողմնակի էներգիաներ են, միշտ ինչ որ էներգիայի ձևով փորձի դա փոխհատուցես, որտեղ դու այս կողմից քո Յուպիտերը հաջողության մոլորակը գտնվում է 4-րդան մեջ եւ հետընթաց է։ Դու որպեսզի չճնշես քո ֆինանսներին, քո աճին, աշխատի այս մասի վրա ուշադրություն դարձնես։ Այնքան եմ ասա, հիմա էլ Ես կարող եմ մի բան ասել։ Ես մի բան եմ հասկանում, որ Աստծո տված այն պոտենցիալը, որը ամեն մեկս յուրովի ունենք, Աստված մեզ տալիս է, բայց սիրում է, երբ որ մենք դա գնահատում ենք։ Այո։ Գնահատում ենք անկախ ինչ էներգիայի փոխանակում կլինի, որովհետև ես երկար ժամանակ ինչի ես դառնում վատը մարդկանց համար, ինչի ես դառնում անհարմար։ Երբ որ դու սկսում ես քեզ գնահատել ու երբ որ դու սկսում ես ասել, որ եթե ես սա տալիս եմ, ուրեմն կստանամ նաև մյուսը։ Ես երևի թե 24 տարեկանում, 25 տարեկանում կորցեցի բավականաչափ, կորցեցի չէ, իմ կյանքից ինչ որ մի этаպում դուրս եկան տարբեր մարդիկ, որովհետև սկսեցին ձևավորվել իմ տարբեր բնավորության գծերը, հենց հաշվի առնելով անձնական իմ սահմանները։ Ու ես երևի թե լինելով
հոգեբանական վիճակում մարդկանց կարող եմ ասել ինչքան շուտ է գիտակցել, այնքան արագ կանցնել լիքը կյանքի էտապներ։ Շնորհակալություն, վերջապես Բայց ես դա ես լսեցի։ վերջապես, բայց մի բան ասեմ, Գայա ջան, քո մոտ ամեն ինչ շատ լավ է, որովհետև դու պետք է այդ էներգիայի փոփոխություն ունես։ Լիլիթին ինձ ասում է դու պետք է ծառայես Մարգարիտյանին, հենց որ բավականին շատ լավ է քեզ Եվ դա ասեցի այն դեպքից հետո, երբ որ սկսեցինք պրոյեկտ անել, եւ սկսեց ծառայել ինձ։ Այս Երեքներով հավաքվել եք, պոզիտիվ նոտ է, մի հատ այսպեսի բան, ես շատ սիրում եմ անում տաղանդավոր մարդիկ, ինչից են ոգեշնչվում մանավանդ։ Քո ասպարեզը ես կարծում եմ այդտեղ ոչ կրեատիվություն ա մնում արդեն, ոչ, չէ, նոր բաներ հիմնականում չկան։ Այ ոնց ես ինքդ քեզ առավոտը արթնացար, այդ challenge-ը ինքդ քո հետ, ոնց ես մոտիվացվում, ոնց ոգեշնչվեցիր, ինչից։ Նայած ինչ կարգի է կոմֆորտ իր համար այդ կոմֆորտ զոնան դուրս եկել այդտեղից, այսինքն երբ որ ինքը ընկնում է ընթացքի մեջ, վերելքային ինչ որ մի շրջան է, իր առավոտվա այդ ռիտուալները սկսում են մոռացության մատնվել։ Այսինքն մենք մոռանում ենք ինչի համար ենք հավաքվել, այլ առավոտյան ժամը 7-ին չենք քայլում իրար հետ առավոտյան։ Հետո երբ որ գնում է եւ ինչ որ մի ժամանակաշրջան է, իր դեպքում այդ մարտ ամիսն է, նոյեմբեր ամիսն է, որտեվ իր էներգիան է դրսում եւ այս ընթացքում ունենք ոնց որ турբուլենտնեսներ, որոնց մեջով պիտի անցնի եւ այդ ընթացքում իր էմոցիաները գլուխ են բարձրացնում, որտեվ իր կարմայական հանգույցները հենց տեղակայված են այդտեղ, ոնց որ պիտի անցնի այդ ալիքների մեջով ու այդ ընթացքում էլի հիշում ենք, որ մենք հոգեվորություն ունենք մեր մեջ շատ ուժեղ եւ պիտի նորից առավոտը սկսենք այդ պրակտիկաներով եւ քանի որ 25 թվականին վերադարձել է Սատուրնը եւ այն մարդիկ ովքեր հասկանում են թեկուս մի փոքր աստղաբանությունից գիտեն ինչ է նշանակում Սատուրնի վերադարձ եւ 26 թվականին կամրապնդվի իր կյանքում սկսեն տեղ ունենալ գլոբալ արդեն եթե մինչև այդ ինքը իր սեփական ուժերով քայլ առ քայլ գնում էր առաջ հիմա անընդհատ գալու է ոնց է դեզերք իրեն ուղղորդում Բայց Սատուրն ջան գնա էլի ինչ կլինի։ Լիլիթ, իսկ ինչից է զգացել քարտեզից փոփոխությունից։ դե անցած տարի քանի որ արդեն էներգիաները փոխվել են իսկ դու ինտուիցիայով հարուստ մարդ ես այնտեղ որտեղ չունես էմոցիա այստեղ բնությունը Էմոցիան հարկերված է։ ունես իսկ նույն այդ միշտ ունես այս պարագայում քո մոտ արդեն տարել է նրան որ դու քո գեոլոկացիադ ճիշտ է այդ ուղղությունը ճիշտ ես գնում փառք Աստծո այստեղ մի քիչ էլ ինձ թվում է քո ներքին ուժերն ու իրավիճակներն եւ ինֆորմացիան շատ ճիշտ է վարքագծային վարվում քո էներգիայի հետ վերջի մի քանի ամիսը մի քանի կետեր ունենք փոփոխման վստահ եմ որ այս տարի տարեդարձից հետո դրանք էլ չեմ տեսնի Ես էլ եմ վստահ։ Չէ, իրականում, որովհետև ռեալ վերցնել քո կյանքը քո ձեռքը պատասխանատու քայլ է։ Բայց երբ որ դու որոշում ես, որ քո կյանքը քո ձեռքերում է ու քո ամեն մի իրադարձություն կյանքում հենց այնպես չի, եւ գիտեք, մարդիկ շատ ժամանակ բողոքում են, խիս հենց եղավ, ինչի էս պատմությունը, ինչի էս ընտանիքը, ինչի էս կյանքը, ինչի էս ընկերը, բայց դրան եթե վերաբերվում ես հայլու նման, հասկանում ես, որ դա քո կյանքի ու քո ներսի վախերն են, քո կյանքի process-ն է, քո կյանքի этаպն է, ու իրադարձություններին վերագրես ու հարց տաս ինչի համար, ինչ դասին տվեց կամ ինչ ունեմ ուղղելու, կյանքումդ լիքը բան փոխվում է։ Ու ռեալ ես երբ որ նայում եմ մի քանի ամիս առաջ, օրինակ ես շատ մեծ հակում ունեի ծրված լինելու։ Իրեր եմ կորցրել անսահման, բայց դա ինչից էր, որովհետև չէի կարողանում պահը զգալ։ Այս մենք միշտ կորցնում ենք այն ինչ որ մեզ չի ծառայում եւ պետք չի որ այդ էներգիան մնա մեր մոտ Դա էլ կարող է կամ միշտ կորցնում ենք այն ինչով որ կոմպենսացնում ենք մի ավելի մեծ կորուստ ես կարծում եմ որ իզուր չի որ անցած տարին բանից դեռևս սկսած ես վերադարձով քեզ սկսել է մաքրել ուշադրություն դարձրու եւ շնորհակալություն հայտնի ինչպես էլ որ դու անում ես ու գնա առաջ եւ հիմա շատ ճիշտ ժամանակաշրջան է քեզ համար որպեսզի այն ավելնորդ մնաց հացնել, սա էներգետիկ տարվա վերջի լիալուսինն է երեգեր, իդեպ, փետրվարի 1-ին էր, և շատ լավ շրջան է, որպեսզի արդեն մարտ ամսից, երբ որ փետրվարի 17-ից կգա խավարման միջանցքը, որովհետև այստեղ
մոտավորապես 4 օր անց դրանից դու արդեն կզգաս դրա փոփոխությունները եւ այս տարին օգտագործիր միայն այն նպատակով, որպեսզի ապահովես քո էներգետիկ բալանսը, որտեղ մյուս տարին շատ ավելի լուրջ կետերում ես լինելու։ Պատասխանատու է։ Պատասխանատու է, դե դրա համար պատասխանատու հարց։ Ինչպես ես կարծում, ավելի դժվար է ստեղծել ոչ, թե սովորեցնել մարդուն դա կրել։ 50-50, քանի որ դու կարող ես մարդուն սովորեցնել ու ցույց տալ ոնց կարող է նա կրել, բայց տվյալ անձնավորությունը չհամարի լիարժեք իրեն հասանելի այդ ամենը, որովհետև էլի եմ ասում, ես կարող եմ ժամերով մարդուն բացատրել, որ այս սպիտակ վերնաշապիկի իրեն կտա ստատուս, որ երբ որ դու գնում ես հանդիպման, ցանկալի չի ուղղակի թևերը շատ բաց հագուստներ կրել, ցանկալի լինել ինչ որ մի տարբերակով, որ ավելի ներկայանալի կլինի, բայց տվյալ անձնավորությունը դա չվերցնի եւ ուղղակի կարմիր շրթներով գնա գործնական հանդիպման։ Ինչ է նշանակում։ Կարմիր շրթներ կովոր է կարելի գնել։ Բայց ցանկալի կլինի գինու երեկոյի, ցանկալի կլինի, երբ որ դա վերաբերվում է ոչ թե գործնականին, այլ ավելի երեկոյան հանդիպումների, խնջույքների, չգիտեմ, այնտեղ առիթների, որովհետև միևնույնն է կարմիր գույնը ինքը իր մեջ ունի կրակ, ունի էներգիա։ Մեր խիստ գրաֆիկով մենք կարմիր շրթներ, այսինքն չենք օգտագործել։ Ես վաղուց չեմ օգտագործել։ Ես ուրեմն ձեզ կհրավիրեմ այսօրվանից հետո գինու երեկոյի եւ մենք միասին կարմիր, որովհետեւ կարմիր շրթները ինչքան էլ ես շատ չեմ սկսել օգտագործել, իսկ առաջ շատ էի օգտագործում, ինձ էմոցիա էր տալի, որովհետեւ իմ մեջի կրակը բալանսավորում է շատ ժամանակ հենց կարմիր գույնը։ Ես կարմիրից սնվում եմ ու ես շատ ժամանակ կարմիր շրթներ 99% ունեմ իմ պայուսակի մեջ, որովհետև երբ որ ես զգում եմ, որ ինձ էներգիա է պետք, էմոցիա է պետք, միշտ օգտագործում կարմիր շրթներ։ Լիլի, դες ինձ ինչ հարց է հետաքրքիր, ինձ թվում է դա շատերին կհետաքրքրի։ Իր առաջի զգեստը, որը եւ քեզ գնել են, որ դու հիշում ես որպես աղջիկ դու կրել ես ու որ ինքդ ես ստեղծել։ Ինչ որ հետաքրքիր պատմություն կա դրանց հետ կապված։ Ոյ, իմ զգեստների պատմությունն այնքան հետաքրքիր է։ Ես երբեք չեմ պլանավորում ոչինչ բան։ Ես կարող եմ մի հատ այդ պահին կիսաշրջազգեստ գտնեմ ու մտածեմ, որ դա պետք է կտրեմ, մտածեմ, որ սպիտակ թիշերտից կարամ հագնեմ թարս։ Ես միշտ հոգեբանությունը իմ արտաքինի ու իրականում ինչա կատարվել իրավիճակից դուրս, որ ասում եմ ոնց եմ ցույց տալու ոնց է իրականությունը եղել, այնքան հակասական է։ Այսինքն երեք բոլորը ինձ գրում են կիսաշրջազգեստը որտեղից է։ Ոյ կներեք ոնց որ բան լիներ, շարֆ լիներ, ասեմ, բայց դա կիսաշրջազգեստ է, ես ուղղակի որոշել եմ դա կտրեմ եւ կրեմ դրա վրայից։ Ու ես չեմ կարողանում մարդկանց պատասխանել, թե որտեղից եմ դա գնել, որովհետեւ Լիլիթը շատ ճիշտ կպատասխանի որտեղից է քեզ մոտ գալիս։ Մենք կարող ենք Նատալ Քարտեզով դա տեսնել։ Իհարկե, հենց ամենասկզբից է ես դրա մասին եմ խոսում, որ շատ ավելի ուժեղ էներգիաներ կան, այստեղ խոսքը նրա մասին չի, որ ինքը գերհզոր էներգիա է, որտեղ ինքը ունի իր թույլ կողմերը, արդեն արևի տեղը էմոցիոնալ աղջիկ է, ինքը ոնց որ արտաքինն է, այդպես իր արևը իրեն դրսևորում է, բայց իր ասցենդենտալ էներգիան, որը կշեռքում է Վեներայի դիրքը, Մերկուրի եւ այդ կրեատիվ իր լուսնի դիրքը, միտքը, քանի որ ճկուն է եւ կարողանում է ինքը տեղավորվել 10-րդ տան մեջ բոլոր տեղերում մանյովրել, ոչ միտեղ ինքը իրեն չի կորցնի։ Այսինքն իրեն կարող է ստանալ ամայի միտեղ, որտեղ որ ծառեր են, բնություն ու վերջ ինքը այդտեղ ծառերի ճյուղերից շոր կարա հյուսի ու իր մոտ դա միան որովհետև 4 ամենաարարող եւ ամենաշարժուն մոլորակները իր մոտ գտնվում են այն կետում, երբ որ մարդը արագ կարողանում է գտնել իրեն միայն խանգարում են իր էմոցիաները։ Հիմա էմոցիայի տակ որոշում կայացրես, գնում է անում է, հետո փոշմանում է։ Հետո մտածում եմ ոնց է էմոցիաներ բերեմ։ Հետո դուրս գալ։ Շատ է։ Ուրեմն մի պատմություն պատմեմ, շատ հետաքրքիր, իմ շատ լավ ընկեր Արենը Բայաջյան, այս մասին կփաստի ու ես ուզում եմ դրա մասին պատմեմ։ Նկարանման հրապարակում ենք զուգագուլպան, մոռացել ենք բերենք աղջկա, ունենք հարթ զուգագուլպը սովորական, որը մենք կրում ենք սև գույնի, հիմա մեզ պետքա ցանց։ Մեզ պետք է հետաքրքիր ինչ անենք, լավ ցանց է պետք ու ես ունեմ Արենի այդ աշխատանքի մեջ դու չպիտի կորցնես 2 վայրկյան։ Ես էլ եմ տենց, բայց ես ու Արենը միշտ այդ բանը
Ես էլ ունեմ այդ բնավորության գիծը, Արանի հետ պիտի այդ պահը չկորցնես, պիտի դու այդ բան հստակ լուծում տաս, որ կադրը շարունակվի։ Ուզում հիշեմ ինչ որ մի հատ, գլխարկ ունենք, վրան ցանց էր, այդ գլխարկի ցանցը կտրեցի, հագցրեցի որպես նասկի վրա փաթաթեցի, ստացվեց, որ դա զուգագուլ բան եւ ավելի օրիգինալ ստացվեց, քան սովորական զուգագուլ բան։ Հետո ես ես նստում եմ ինքս իմ հետ ու մտածում, լավ, Գայանե ջան, ուզում հասկանամ որտեղից այդ միտքը, որովհետեւ շատ ժամանակ բարդ նախադասություն եմ ասում միգուցե, ես իմ մարմնից դուրս եմ գալիս ու ինձ կողքից նայում եմ, որովհետեւ իրավիճակներ կան, որ եթե ես նայեմ ոնց եմ ես այդ հարցին լուծում տվել, չեմ կարող պատասխանը գտնել։ Բայց ստացվում է տենց, որ ի վերջո պատասխանը գալիս է ու ես կարամ մի բան ասեմ, որ նույն էներգիաները ինձ շատ օգնում են ամենաբարդ իրավիճակում, երբ որ ես զգում եմ, որ չկողմնորոշված այդ նույն կոմֆորտ զոնայից ես դուրս եմ, նենց որոշում կայացնեմ, որ ես ուղղակի նստում Ապրես Գայա։ Մենք ենք ասում ապրես Գայա։ Լավ, խոսեցինք, դու հենց շեշտեցիր, որ աշխատում ես հաճախորդի։ Ես մի փոքր բաներ ես ավելացնեմ, մենք խոսում ենք այն գայի մասին, որ թաքնված է ներսում, արտահայտված է արտաքին աշխարհում։ Մենք ունենք նաև երրորդ գայայի տեսանկյունը, որի մասին նա երբեք այդքան էլ բառ արտահայտված չի ցույց տալիս եւ իր խոցելի կետն է, իր ընտանիքը։ Իր ընտանիքը, այնտեղ որտեղ իր ծնողներն են, եղբայրը, քույրը, այդ գայայի թուլությունն են։ Այսինքն գայան ունի նաև խոցելի կետ, որտեղ որ պապայի հետ, պապայի տղան է, ընկերը, աղջիկը, մամայի հետ նույնը, եղբոր հետ կարա լինի մաման, քույրը, ընկերը եւ նույնը քրոջ հետ, այսինքն մենք ունենք խոցելի կետեր, որոնք ամենաառաջին մոտիվատորն են դարձել, որ մենք ունենք այսօր գայային, այսինքն իր բոլոր այդ շորիկից խոսացինք, դրա համար ես ոչ թե շորիկով եմ տեսնում իր կյանքի առաջի քայլերը դեպի իր առաքելություն, այլ հենց իր ընտանիքին։ Կցանկանաս խոսենք ավելի խորը։ Երևի շատ ժամանակ կուզեմ անձնականը շատ չբացել, մենակ մի բան կարող եմ հստակ ասել, որ ոչ մեկս հենց այնպես չենք ընտրում մեր ծնողներին։ Ու լինի դա ցավոտ պատմություններ, լինեն դա ջերմ երեկոներ, բայց եթե մենք գիտակցորեն ենք մոտենում մեր ընտանիքի ընտրությանը, հասկանում ենք ինչի համար է հենց այդպես կատարվել։ Ես ի վերուստ ունեմ մի կարևոր առաքելություն իրենց շնորհակալ լինելու։ Իրենց շնորհակալ լինելու, որ իրենց կյանքում կամ ես ու իրանք կան իմ կյանքում, իրանց հավատը, իրանց չհավատը, իրանց սիրելը, իրանց կասկածելը, իրանց վախերը, մինչև այսօր ինձ տալիս են ամեն անգամ ավելի մեծ ներուժ իրենց ցույց տալու եւ տալու մի համոզմունք, որ դուք սխալ չեք արել, որ թույլ եք տվել, ես ընտրեմ այն ամեն ինչ, որ ես իրականում սիրում եմ ու ես դա տենչում եմ։ Ու ես շատ կուզեմ, որ բոլոր ծնողները կարողանան ուժ գտնեն իրենց մեջ, թույլ տալու իրենց երեխային ի կատար ածելու իր առաքելությունները եւ փորձել ուղակի կողքից նայել, թե ինչ է իր երեխան սիրում եւ թույլ տան իրենց ուղակի երեխան գործի երջանիկ, լինել երջանիկ, ապրել, արարել, այո, գնալ առաջ։ գնալ առաջ, լսել սրտին, ոչ թե ուղակի լսել այն ամեն ինչ, որ 90% կատարվում է։ Դա երջանկություն չի, դա ուղակի համապատասխանել է շատ մարդկանց սպասելիքներին, որ եթե խորը նայենք, հասարակության կարծիքին, եթե խորը նայենք, օրինակ ըստիս, դու իրանց կարող ես վաղը չտեսնել ու չնկատել։ Ուղղակի վաղը կարող ես ճամպրուկները վերցնել ու գնալ ուժ երկիր, բայց 2 օր առաջ մտածում էր, թե դիմացին ինչ է քո մասին մտածելու։ Գլոբալ դա ուղղակի մեր ենթագիտակցության միջի վախերն են, որոնք գենետիկական արդեն DNK-ով փոխվել է եւ փոխանակված են։ Փոխանակվում է դեռ մինչև հիմա, չնայած որ ես կարող եմ փաստել, որ հիմա շատ է փոխվել եւ գիտակցությունն է փոխվել մարդկանց նամանավանդ ժամանակաշրջանի էվոլյուցիաների եւ մեր ավելի ինքնաճանաչման գործիքները ավելի հասանելի են դարձել եւ անգամ եթե ուզենանք մենք մեր սեփական երեխաներին, մեր ծնողները մենք ունենք բավականին գիտելիքներ, որպեսզի բացատրենք դա։ Ամեն դեպքում ես շնորհակալ եմ քո ծնողներին, որ արարել են նման հրաշքի եւ
չնայած իրենց վախերին եւ կհանցած այն դժվարուղուն, որ ես քիչ թե շատ խորապես ծանոթ եմ, դու այսօր ընկետում ես եւ շարունակելու ես լինել ընկետում, որտեղ միշտ հպարտություն են զգալու։ Այ Լիլիթ, ես ուզում եմ հիմա ինքը պատասխանը, բայց հետո դու պետք է արդեն փաստացի ասես։ Ինքը իր խոսքի մեջ օգտագործեց, ասեց հաճախորդին հարցնում եմ՝ մի տարի հետո որտեղ ես ուզում լինես։ Այ Գայան 5 տարի հետո ով է լինելու որտեղ։ 5 տարին իմ համար մի քիչ շատ Հա, իսկ արդեն Ես կփորձեմ այդ հարցին, եթե թույլ կտաս, ոչ թե Գայայի փոխարեն պատասխանել, ինքը կպատասխանի այդ հարցին։ Ես միշտ կողմնակից եմ ապրել այստեղ եւ հիմա։ Մենք ունենք ներկա, չունենք ժամանակ, չունենք անցյալ, ունենք անցյալից վերցրած շատ սիրուն դասեր, որոնք մեզ դարձնում են այսօր ավելի լավը, քան երեկ էինք։ Եվ Գայանն էլ, քանի որ անընդհատ process-ի մեջ մարդը իր կյանքի ոչ մի օրը նման չի հաջորդին, ես միշտ ինքը ուներ այդ թերություն համարենք, այդ ակտիվը, որ ինքը միշտ մտածում էր, բա հետո ինչ ալնելու, բա որ եթե ես իր մոտ անընդհատ դեռ ես խոսում եմ ոչ թե հիմիկվա մասին 4 տարի առաջ։ Եվ ես վստահ եմ, որ ինքը գալու է այն գիտակցությանը եւ իր ընտրությունների այս 4 տարիների ընթացքում ինքը գալու է այն կետ, որ հասկանա, որ ոչինչ չի կարող վերահսկել, որտեվ ինչ փորձել է, ձախողել է։ Ինքը կարող է վերահսկել իր հոգին, իր մարմինը, այդ ներկա պահին եւ հենց հիմա։ Եվ բոլորս ենք այդպես։ Մենք ունենք տեսություններ, այսինքն եթե մարդը առաջնորդվում է իրեն տրված պոտենցիալով, ինչի մասին որ խոսում ենք այսօր, մոտավորապես 5 տարվա ցիկլի թվային թե էներգետիկ անց, եւ ես հավատում եմ եւ չեմ կարող ասել վստահաբար, քանի որ գործողությունները կատարողը միշտ մարդն է, մոտավորապես 5 տարի անց Գայան կլինի այնտեղ, որտեղ կհամարի, որ ինքը դա արեց, որտեղ ինքը դեռևս մինչև հիմա դրանում համոզված չէ։ Ես դա արեցի եւ դա կդառնա մի հատ նոր տրամպլին, ճանապարհ, ուղի, որը իրան կտանի իր հաջորդ կյանքի 8-րդ միջանցք, որտեղ հիմա դեռ 8-ում չի, իսկ մենք մեր կյանքում ցիկլներ ենք ապրում, որտեղ ինքը կապրի իր կյանքի ամենայն համով ձմերուկի միջուկը։ Ուրեմն արի այսպեսի մի բան անենք, Գայանե։ Ես կխնդրեմ քեզ աչքերդ հիմա փակել։ Անց 5 տարի Փարիզ, Փարիզյան Fashion Week, բազմաթիվ հայտնի դիզայներներ եւ հաջորդը քո դեֆիլեն է, քո մոդելները քայլում են, հոյակապ դեֆիլե ես ունենում եւ դուրս է գալի հայտնի դիզայներ Գայանեն ողջունելու իր հյուրերին եւ ներս գնալու։ Դու տեսնում ես այդ Գայանեին։ Ինքը քո դեմն է։ Հիմա ինքը քեզ տեսնում է։ Ու ինքը քեզ ինչ որ բան է փոխանցում։ Ինչ է ինքը քեզ ասում։ որ հույսը դիր մեն ինքդ քո վրա։ 5 տարի հետո ես վստահ եմ, որ սենց է կլինի։ Ամեն մի կարևոր նախադասություն ասեմ եւ դրանով փակեմ ինչի համար դա ասեցի։ Նոր ամսի 31-ներ հոկեբանական խաղ ենք խաղում։ Ես առաջ գնալու համար չի հասկանում ինչ խնդիր ունեմ լուծել, որտեղ անընդհատ կանգնած եմ մի կետում։ Անընդհատ ժամ 30 րոպե եւ եթե ես զառը չգցեմ 6-ը, ես չեմ կարող խաղը սկսեմ։ Ժամ 30 րոպե ես չգիտեմ անդադար ինչն է ինձ խանգարում, որ չի կարողանում այդ զառը չեմ կարողանում թիվը գցեմ։ Ու խաղում եմ հոկեբանի հետ։ Հոկեբանը ինձ անընդհատ հարցեր է տալի, փորձում է հուշել, որտեղ են իմ ընդվզումները, որտեղ ներքի խնդիրներ կան, որ միտքը սխալ եմ տալիս։ Վերջում զգացի, որ ես հոգնել եմ կանգնած նույն տեղը։ Ասեցի ես ստոպ եմ տալի խաղը։ Ասեց հա, դու պատրաստ ես հանձնվես։ Ասեցի հա, ես դուրս եմ գալիս, թող մնա մյուս անգամ։ Ասեց հա, Գայանեն պատրաստ է հանձնվի։ Ասեցի հա, խաղը սկսեց խաղալ։ Ես գցեցի զառը ու 6-ը։ Փորձել բացահայտել ինչ կլինի վաղը, փորձեմ ինչ որ մի ձև երևակայել, որը ես միշտ եմ արել, այդ օրվանից սկսած ես ամեն օր աղոթում եմ Աստծուն
թող ինքը տանի իմ ճանապարհը, որի համար ես իրականում ծնվել եմ։ Ոչ թե ես միայն պատկերացնեմ, որը ես հիմա փակում եմ աչքերս ու պատկերացնում եմ, ու ամենակարևորը ես հստակ պատկերացնում եմ, այլ ինքը շատ բաներ իր ձեռքով անի, որ գնա ավելի հանգիստ, ավելի սիրով, ավելի ներդաշնակ ու ավելի խաղաղ, քան իմ կյանքի մնացած տարիներն են եղել։ Ես շատ շնորհակալ եմ մեր զրույցի համար։ Իրականում Լիլիթ, քեզ շատ շնորհակալ եմ քո գիտելիքների ու այսքան ժամանակ բոլորին ուղղորդելու համար, իսկ Գանեին իր ժամանակը մեր հետ անցկացնելու եւ նմանատիպ գեղեցիկ զրույց ունենալու համար։ Եկեք իմ շնորհակալությունն էլ ես ասեմ։ Մարդիկ վախում են իրենց ճանաչել, որովհետև իրենց դժվար է տեսնել իրանց այն կետերը, որոնք իրենք վախում են անգամ ցույց տան իրենց։ Ես շնորհակալ եմ քեզ, որ դու շատ զգուշորեն, շատ հանգիստ կարողանում ես ինչ որ մի կետերով սղանցելով մեզ ներկայացնել այն կետերը, որի վրա մենք աշխատանք կատարելով կանցնենք առաջ։ Մենք խոսում ենք իմ առաքելությունից, դու էլ ունես շատ մեծ առաքելություն, որը ինձ Ալյոնային ու նմանատիպ լիքը մարդկանց, ովքեր տենչում են անընդհատ աճելու, տենչում են անընդհատ գտնելու իրենց ուղին, այնքան հզոր լինես, այնքան բարձրունքում լինես, որ կարողանանք մենք միշտ լսենք քո ձայնը վերևից, բայց միևնույն ժամանակ ունենանք այն հնարավորությունը, որ անդադ ինքներս մենք լսենք, թե մենք ինչ խնդիրներ ունենք լուծելու։ Որ Ես շնորհակալ եմ։ Չէ, դա չէ, այդքան էլ իրավիճակը տենց չէր։ Ես քեզ էլ եմ շնորհակալ, որովհետև դու քո համով, դու քո հոտով, դու քո աուրայով կարողանում ես մեզ կապակցես իրար։ Բոլորը չեն, որ կարողանում են լինել անձ, ով որ պատրաստ է տվյալ իրավիճակը այնպես ղեկավարի ու այնպես դասավորի, որ բոլորս իրենց հանգիստ զգանք մեզ, ու զգանք ներդաշնակ ու զրույցը գնա շատ գեղեցիկ ու համահունչ։ Շնորհակալ եմ այսօրվա համար, շատ էմոցիոնալ ու շատ հետաքրքիր հարցազրույց էր, ու ես շատ ուրախ կլինեմ եւ շատ շնորհակալ կլինեմ եւ ձեզ եւ Աստծուն, որ իրականում հասնեմ այն կետերին, որոնց մասին մենք այսօր բարձրաձայն խոսեցինք։ Մենք դեռ կանդրադառնանք այսօրվա մեր ունեցած հանդիպմանը։ Արտաքին գեղեցկությունը իրոք որ կարևոր է։ Ինչպես ես դու ներկայանում աշխարհին, ինչ հագուստ ես կրում։ Բայց եկեք չմոռանանք, որ իրական գեղեցկությունը դա ներաշխարհի գեղեցկությունն է։ Եվ միշտ աշխատենք նրա վրա։ Շնորհակալ եմ։